Գոհարի եւ Զիրյանի փաստը արդեն հաստատված էր վերջնական հաղորդավարը լինելու, բայց մենք ունեինք օրագրեր, որտեղ մեզ պետք էր ավելի երիտասարդ տարիքի, ավելի մասնակիցների մոտ հոգեհարազատ լինելու համար, որպեսզի անմիջական կապ լինի, որտեղ օրագրում անմիջականությունը դա ավելի կարևոր էր։ Լիլիթի տարբերակը նույնպես առաջարկեց Սեդրակը Գոջամանյան։ Ես Հայ Սուպերստար 6-ում հայտնվեցի շատ պատահական, բայց շատ ուրախ։ Մի անգամից ստացա առաջարկը, ասացի իհարկե, որովհետև գիտեի, թե ինչ էմոցիաներ են սպասվում ու ինչ լավ էմոցիոնալ օրեր են սպասվում։ Իդեպ ասեմ Լիլիթի մասով, որ նա ունի շատ հետաքրքիր թեթևությունն ու մատուցման այն ձևը, որ շատ քիչ հաղորդավարների մոտ է դա դրսևորվում։ Համենայն դեպս գոնե սկսնակ հաղորդավար որպես, հավատացեք, մարդիկ տարիներ շարունակ չեն կարողանում գալ այդ մակարդակին։ Սկզբում, ճիշտն ասած, մի քիչ ես մեկուսացած էի, որովհետև ես իմ օրագրերով էի ու շատ չէի մասնակիցների հետ շփվում, բայց հետո երբ բացվեցին իմ վառ օրերը, որ ես մասնակիցների հետ ամբողջ օրը անցկացնում էի, այդ օրվանից տրամադրությունս բացվեց ու մի անգամից հասկացա, թե իրոք ես ինչի եմ ստեղ։ Բա